Կներեք իհարկե պետքա կազինոներ շատ լինեին, ինչպես առաջ էր գիշերային ակումբներ, ընդ որում մի գիշերային ակումբներ, ես էդի սրտից ցավով եմ հիշում, որ մեր մշակույթի օպերայի ներքևում էր գիշերային ակումբը, Օմեգա ակումբը, իհարկե իրանց պետք էր կազինոներ լինեին, գիշերային ակումբներ լինեին, հյուրանոցներ լինեին, ինչու լինի դպրոց, ինչու լինի մանկապարտեզ, ինչու լինի կրթված սերունդ, եթե կարելի է անկիրճ սերունդին թուրքերի նման հեշտ ղեկավարել։ Օրինակ երիտասարդների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ իր իշխանության տարիներին ինքը բերել է խաղաղություն, տնտեսական աճ, աշխատավարձների բարձրացում։ Դուք որպես ավագ սերնդի ներկայացուցիչ նման խոսք քայլեր հիշում եք իշխանության տարիներին։ Ինչպիսի խաղաղություն կուլիսների ետևում ծախել Արցախը, ծախել Հայաստանի մի մասը, դրա դիմաց ստանալ կղզիներ ու հետո մեզ գալ ասել ուրիշ բան, դա է եղել իր խաղաղությունը, բայց եթե կար այդ ժամանակ խաղաղություն, հիմա ինչու են կնքում խաղաղություն, աբսուրդ, ինքը իրեն այդ փաստով հակառակվում է, այսինքն ապացուցում է հակառակը, եթե կար, ուր է այդ խաղաղությունը, միգուցե մենք տեսնենք, չզոհվեին մեր երեխաները, փուլ առ փուլ իրենք հանձնեցին Արցախը, այդ մենք շատ լավ գիտենք ու այդ փաստաթուղթը կնքված է եղել նաև արտասահմանյան երկրներում, այնպես որ եթե այստեղ իրենք վառեցին, այնտեղ պահպանվել է ու այդ փաստաթղթերը Փաշինյանին ցույց են տվել, դրա համար էլ աշխարհը լռում էր։ Նենց որ մենք ամեն ինչ գիտենք ու շատ լավ գիտենք, այնպես որ թող իրենք մեզ հեքիաթներ չպատմեն, Գյուլնաստատիկից թող չանցնեն իրենք, իրանց մանիպուլյացիաներով, իրանց ստերով։